Ողջույն։ Привет. Ապրես Հարութ ջան։ Հարութ քեզ էլ ողջույն։ Հազար ողջույն։ 90-ականները YouTube-յան ալիքում ականավորները ոդքասթի վերջին էպիզոդն է։ Չէ, տոկոսի տակ չենք։ Ոչ էլ գնալու ենք Սադախլո։ Ուղղակի առաջին եթերաշրջանը ավարտվեց։ Կարճ արձակուրդից հետո նոր եթերաշրջան է սպասվում։ Այն շատ ավելի հետաքրքիր եւ անսպասելի է լինելու։ Իսկ թե ոնց, հենց հիմա կպարզենք։ Սկզբի 8 էպիզոդը Սովետ ակումբում ենք նկարել։ Շնորհակալություն Սովետ ակումբին։ Իսկ Spin Production-ում 17 հաղորդում։ Նոր եթերաշրջանում էլ կշարունակենք նկարել ու համագործակցել։ Շնորհակալություն Spin Production-ին։ Ինչպես նաև շնորհակալություն մեր բոլոր ականավոր հյուրերին, ովքեր մեզ հետ միասին 90-ականները ականազերծելու և թանկ հիշողություններով կիսվելու ժամանակ տրամադրեցին։ 90-ականների մեր զրուցարանում միշտ ջերմ մթնոլորտ էր։ Ժամանակը չէր հերիքում, որովհետև գերհագեցած ժամանակաշրջանից էինք խոսում, որը անսպառ կարելի է հիշել, վերլուծել, պատմել, տխրել, ուրախանալ, հաղթել, դասեր քաղել, սիրել, ապրել, ապրել ու էլի ապրել։ Ամառային արձակուրդներից հետո, ինչպես հարկն է կհավաքվենք ու կպարզենք, թե ով որտեղ անցկացրեց արձակուրդը։ Գյուղում տատիկ պապիկի մոտ, ճամբարում, ծովում, YouTube-ում, թե տանը։ Հարութ։ Օրինակ ես արձակուրդներին հաճախ վերաքննության եմ պատրաստվել, որ չմնամ նույն դասարանում։ 42 տարեկան եմ, բայց ոչինչ չի փոխվել։ Էլի պետք է պատրաստվեմ արձակուրդներին, բայց ոչ թե վերաքննության, այլ նոր եթերաշրջանին։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք ձեր ակտիվության, մեկնաբանությունների և հավանությունների համար։ Ասեմ, որ մեր ալիքը ակտիվ կլինի։ Սպասեք նոր անակնկալների, որոնք անպայման լինելու են, որովհետև չենք դադարելու ստեղծագործել։ Մեր այս կոնտենտը ճյուղավորվելու անսահման հնարավորություն ունի։ Նոր եթերաշրջանում սպասվող հետաքրքիր նախագծերի մասին պարբերաբար կտեղեկացնենք։ Հետևեք մեզ բոլոր հարթակներում, գրեք, հետաքրքիր առաջարկներ արեք, սիրով կքննարկենք և ինչու չէ, կհամագործակցենք։ 90-ականների համայնք կամ ակումբ ստեղծելու գործընթացներին կարող եք ձեր ակտիվ մասնակցություն ունենալ։ 90-ականների կոնտենտ ստեղծող բլոգերների հետ պատրաստ ենք համագործակցել, հավես գաղափարներ կյանքի կոչել, սեղանիկ աշխատացնել, բլոթ խաղալ, Լևի Լուիս քաշել, Դոնալդ խաղալ, դիսկո անել, գործագործ խաղալ և այդպես անվերջանալի գործեր կարելի անել։ Իհարկե այդ ամենը համեմատության մեջ է գեղեցիկ։ 90-ականների քննարկումները չի նշանակում, որ միայն անցյալով պիտի ապրենք։ Իսկական կյանքը հենց այստեղ և հենց հիմա է։ Իսկ այն առողջացնելու և գեղեցկացնելու համար անցյալից շատ արժեքներ պիտի բերենք, նոր ժամանակների հետ ադապտացնենք ու գործի դնենք։ 90-ականները ակումբի շրջանակներում փորձելու ենք նպաստել այդ կարևոր գործին։ Ականավորները ոդքասթի առաջին եթերաշրջանը ավարտվեց, բայց ալիքը շարունակում է ապրել։ Համեցեք, վայելեք, բաժանորդագրվեք, եթե հավանեք, հաստատեք, տարածեք ու լավ եղեք։ Լավ անցավ մեր եթերաշրջանը։ Շատ լավ անցավ, կարևոր հետաքրքիր։ Կարևորը հետաքրքիր։ Հետաքրքիր։ Չէ, բայց իսկապես Սովետից սկսեցինք, Սովետ ակումբից։ Այս կարճ ռադիո ֆորմատով եթեր դուրս գալը վերջին ոնց որ էպիզոդ համարենք ու հույսով սպասենք, որ պետք է շարունակենք։ Հա, ինչի՞ չէ, արի շարունակենք, որովհետև ասելու շատ բան կա, իրոք պատմելու շատ բան կա։ Պատմելու շատ բան կա։ Ու լավ հյուրեր կան դեռ, որ չենք կանչել։ Համենարձակուրդներից կգան այդ մարդիկ։ Իրենք արձակուրդներից կգան, մենք արձակուրդից կգանք, դու կպատրաստես նորից դասերը կամ։ Այո։ Հա։ Սփինը արձակուրդից կգա։ Մի խոսքով դեռ շատ բաներ ունենք անելու ու պատմելու, կիսվելու ու խոսելու։ Այո։